Ես հիմա կոնկրետ առաջարկ եմ անում։ Հաշվի առնելով այդ իրողությունը, որը փաստ է, այդ պրանկերներ որոնք խոսել են, կա ձայնագրությունը, կա այդ մարդու պատասխանը, ԵԱԿ-ը գործող նախագահ ռոտացիայով նա փոխվելու է։ Օրինակ, առաջարկ եմ անում ընդդիմադիր բոլոր երևացող ուժերի կողմից միջազգային ատյաններին հայտ ներկայացնել դատելու այդ անձին։ Ինչու՞։ Այդ անձը փաստացի օգտագործելով իր պաշտոնական դիրքը որպես ԵԱԿ նախագահ մեր երկրի ներքին գործերի, մեր եկեղեցու գործերի պատրաստակամություն է հայտնել ոչ թե անձնապես, այլ կառույցով մասնակցություն ունենալ Հայաստանում փոխելու վեհապար հայրապետին։ Ես կոնկրետ առաջարկ եմ անում։ Միջազգային տարբեր կառույցներին դիմում եք այս մարդուն քրեական պատասխանության ենթարկելու, որտեղ այս մարդը խառնում է ոչ միայն մեր երկրի ներքին գործերին որպես կառույցի ղեկավար, այլև պատասխանատվություն է հայտնում անել ապօրինի հանիրավի գործողություններ։ Ով ասել, որ ինչ որ մի հիբրիդային պատերազմը ո՞նց է լինում։ Այսպես է լինում։ Բա դու հիբրիդային պատերազմի մասին եք խոսում։ Փաստ, դա էլ հո չի կեղծվել, այդ մարդը կոնկրետ իր ձայնով, իր տեսքով մարդը խոսել եւ ասել է, այո, պատրաստ են քեզ կաջակցել, բայց ո՞նց է լինում միջամտել։ Ո՞նց է լինում Հայաստանի պետության հիմքերը սասանելը։ Ես կոնկրետ ասում եմ, կոնկրետ այդ անձին քրեական պատասխանատվություն որպես կառույցի ղեկավար եւ կազմակերպումա մեր Իմիջիայլոց հիմա որ ասում եք ընդդիմությունը շոկի մեջ է, սա է, պարապ նստելու ժամանակ չկա, ոչ հայ-հեղափոխական դաշնակցությունը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ առավել եւս ամենաշատ ձայներ ստացած Սամվել Կարապետյանը։ Հիմա իրանք թուղթ ու գրիչով ու գործողություններով կազմակերպված պիտի ամեն օր։ Սա նվեր է, մենք նվեր ենք ստացել, հիմա կտեսնենք ինչ ասել է եվրոպական կառույցները։ Հələ դուք Նիկոլը ընդդիմություն լիներ ու հակառակ բանը լիներ, ընկել էր փողոցներով, եսի ինչ էր արել, ամբողջ օրը, դե բարձա, հնարավորություն կտային, բայց թեման ո՞նց է լինում։ Յուտովել են հիմա թեման։ Ես օրինակ ես քանի օր անցել ես մտածում էի, որ ընդդիմությունը այնուամենայնիվ ոչ միայն ինչ որ հայտարարություն, գործնական քայլ էր։ Չկա, ես էլ ասում, գործնական քայլը դատի տալն է։ Եվ ընդհանրապես, օրինակ Սույն Տիկինը, որ եկավ Եվրահանձնաժողովի նախագահ եւ ընտրությունների վերաբերյալ տենց ինչ որ խիստ դրական եւ այլն։ Այդ Ուրսուլան, հա, այդ տիկնոջ նկատմամբ եւս քրեական պատասխանատվություն, ընդ որում միջազգային ատյաններում։ Այդ Դեմերճյան փողոցի վրա Եվրամիության գրասենյակն է։ Ես կարծում եմ այնտեղ շուրջօրյա պիկետներ պետք է արվի։ Բայց կեցվածքը ո՞նց է լինում, եթե մարդը գալիս է քո երկրում ապօրինություններ կատարող Հայաստանը գնացի 150 հոգու ձերբակալել են, առավոտ 700 հոգու, դու ինչ բան ընտրության մասին ես խոսում։ Ոնց դու ինչ իրավունքով ես դրա մասին խոսում։ Չէ, բա կեցվածքը, լավ, իրենց սև գործը անում են, Անժելա։ Մեր գործը բացատրելն է, ասելն է, գնահատելն է, համոզելն է, չէ՞ մեր գործը։ Մարդը քարոզարշավի ընթացքում ասում է, ձեզ սատկացնելու եմ։ Դա ի՞նչ է կոչվում։ Ձեզ բոմժ եմ դարձնելու, մարդը ի պաշտոն է երկրի գլխին նստած, ասում է երկրի թիվ 1 բարերարներին, մրցակիցներին, ասում է ձեզ բոմժ եմ դարձնելու, ձեզ սատկացնելու եմ։ Դուք պատկերացնում եք մեկ ուրիշ այդպիսի բան ասել, Նիկոլ, քեզ սատկացնելու եմ։ Որտեղ էր հիմա այդ մարդը հայտնվել եւ ինչ էին ասել այդ նույն կառույցները։ Ընդդիմությանը ձայն տվողները ըստ Փաշինյանի, որը հրապարակավ ասեց, գումար են, չէ՞, վերցրել, աշխարհվել են։ Հիմա ես կարծում եմ, ասենք մի 300,000 դատական հայց պիտի լինի Փաշինյանի հանդեպ, ընդ որում ես նայեցի մի տիկին տվել էր։ Դատական հայց, այնտեղ 3 միլիոն փոխհատուցում, 3 միլիոն վիրավորանք, այդ թվում նաև հրապարակա, որ Փաշինյանը ներողություն խնդրի եւ հերքի, որտեւ ինքը ասում է գումար չեմ վերցրել եւ գնացել է մտել է ընդդիմության որովհետեւ այդ 3-ից 1-ին։ Դա էլ է պետք կազմակերպել։ Չէ, բայց աշխատանք է, չէ։ Հիմա պատկերացեք 100,000, սա ինքը աշխարհում բանը նոնսենս է դառնում։ 100,000 դատական հայց օրվա իշխանության առաջին դեպքն է։ 300 քանի հազար մարդ ձայնա տվել, դրանց մեղադրումը ասում է դուք բոլոր կաշառակեր եք, հետո հասկանում է վտանգավոր բան, ասում է 70, թող 70%-ը գնա, 200 քանի հազար մարդ գնա։ Չէ՞, այդ գործերը սկսի։ Այ որ ասում եք մեկ այլ բանի մասին։ Ամառա արձակուրդ հանդիմությունը մենք կոնկրետ քայլեր ենք ասում։ Բաներ կային, չէ՞, իրավապաշտպաններ կային, բանեն Իսպիրյան էին, չգիտեմ, Արթուր Իսպիրյան, հիշում եմ, Թուփե ծառը, այն հիշում եք, Այգու ծառը, բան, այն ժամանակ հարմար էր, չէ՞, նույն արևմուտքներ անում։ Ուրեմն նայրան էր հանե, հիմա կգա 1 ժամից այստեղ եթերում կլի, ես պիտի խնդրեմ, որ ավելի մանրամասն ներկայացնի, ուրեմն այդ ես մի քիչ հերվից եմ գալի, ճիշտ է, առաջին հերթին մարդու իրավունքների մասին պիտի խոսել, բայց սա էլ է սեփականություն, չէ՞։ Մարդը բոլոր պայմանները ստեղծել է, փաստաթղթավորված,
հատուկ դա վերացող տեսակ է այդ առույցի տեսակը, վերացող տեսակ, գիտեք չէ։ Մի քանի տասնյակ կա, որը այո, 100 քանի հատ է մնացել, ուրեմն չկան, ազատ աշխարհում բնության մեջ չկան, մասնավոր ինչ որ փոքրիկ կենթանաբանական այգիներ ունեն այդ մասնավոր տիրույթում է եւ մի քանիսը այդպես կենթանաբանական այգիներում են մնում, չկա, վերացող տեսակ է եւ հիմա սրսկելով, հիմա չգիտեմ, դա հատուկ է արել որ անկես կենթանին, թե քնեցրել են, ուրեմն էլի տգետ եք, ոչ պրոֆեսիոնալ է, որ ասում եք փողոցից եկած բոմժերը կան իշխանության, այսպես այլ որ ոչ միտեղ պրոֆեսիոնալ մարդ չկա։ Հիմա միա դուք պատկերացնում եք համաշխարհային, այս նույն կերպ որ դուք ասում եք նամակներ, պետք է հեղեղեն բոլոր միջա, բա ձայն հանեք։ Բա տարել են անկել այս բացառիկ այս կենթանին, չէ՞։ Բացառիկ բան է։ Սա մի կողմից, բա մի հատ կենթանաբաններ, չէ, իրանց ինչ գործ է, դուք առավել եւս, եթե 100 հիվանդություն ուներ, դուք ո՞նց եք այդ մարդուն բանանում, սրսկում։ Կենթանու։ Հա? Այդ կենթանու ո՞նց եք սրսկում դուք։ Ինչև է հասկանալի։ Ինչև է չի, շատ կարևոր հարց է, որովհետեւ արևմուտքը ասում է շամպոչը, կատվի մռութը հասեք, առնետներին վերացրեցին հասեք, թիթեռները, բա մի բան տեսակա է վերացե, բայց չեք խոսում։ Էլի նույն կերպ պիտի բոլոր տեղերում նամակներ հղել, ակցիաներ անել եւ ասենք գետնի եսին որտեղը գնան կորչեն բոլոր նրանք, որ միջև հիմա իմիտացիա են արել։ Իբրև թե բանը կենթանիների պաշտպանությամբ են զբաղվում, ել չեմ ասում, որ սա բառից բուն իմաստով գողություն է, պարոն Հապետյան, օրը ցերեկով մտել են մարդու սեփականությունը ինչ են արել։ Այդ հայերեն կոչվում է էքսպրոպրիացիա, հիմա ձեռնարկություններ, սեփականություն ինչ կա, վերստում է խլել ուղղակի։ Պետական մակարդակով խլոցի է։ Եվ հետաբար, այո, ընդդիմությունը ամառ է, բայց ընդդիմությունը բավական անելիքներ ունի։ Նորից եմ կրկնում, առաջարկը շատ հստակ է։ Առաջին յակը գործող նախագահի վերաբերյալ քրեական նյութերի պատրաստում, երկրորդ Ուրսուլա ֆոն դեր Լայնի կեցվածքի հետ կապված, ընտրությունների հետ կապված կոնկրետ քրեական գործ եւ այդ տիկնոջ հայտարարությունը, որտեղ իր արժանապատվությունը պայելու համար ասում ես գումար չեմ վերցել, գնացել ընտրել եմ։ Հիմա այդ մի 300,000, ինչքան, թող 200,000։ Սա sense բան չի լինում աշխարհում, պատկերացրեք այդքան քրեական գործ մեկ անձի նկատմամբ մեկ գործով։ Տեսեք, Էդմոն Մարուկյանը մասնակցում էր, ասում էր ես անկախ ուժ էսպես, թող Էդմոն Մարուկյանը այդ մի ուղղությամբ զբաղվի 100 գերատեսչություններին։ Թաթոյանն ասում էր ես չգիտեմ ինչքան ձայն ունեմ, դրանով զբաղվի։ Ես էլ չեմ ասում այդ Բարգավաճ Հայաստանի մասին անցողիկ ուժերի Բարգավաճ Հայաստանը 60,000 Բարգավաճ Հայաստանը անցել է ուղղակի իրեն Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց, այո, իրենք այդ շեմը հաղթարել են Հայաստան դաշինքը եւ ուժեղ Հայաստան։ Երեք չառաջորը շատ ուշագրավ բան փաստաբանը տարածեց Գագիկ Ծառուկյանի, ուրեմն այն անձի հետ կապված որ հիմա գործ են հարուցել իբրև թե չգիտեմ ինչեր է տեղի ունեցել, փաստաբանը ինչ ուշագրավ բանել։ Իրանի Իսլամական Հանրապետության, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են անձը ում հետ վիճահարույց հարց է ունեցել Գագիկ Ծառուկյանը, խնդրում եմ ուշադրություն։ Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու դատարաններում գործի բազմակողմանի քննության արդյունքում երկրորդ Ատյանի դատարանը կայացրել է վերջնական դատական ակտ, որով հստակ արձանագրվել է, որ Համլետ Թումանյանի գործողությունները սեն անձնի ում հետ վիճարկելի հարց է ունեցել Գագիկ Ծառուկյանը, որևէ հանցակազմ կամ խարդախության հատկանիշ առկա չէ։ Դրանից հետո հայր եւ որդի Օլամանյանները գրավոր ընդունել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցող 14.5 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան պարտավորագիր։ Նրանք ստանձնել են պարտավորության ուրեմն վերադարձնել այդ գումարը 2 տարվա ընթացքում մինչև 26 թվականը, սակայն պարտքի չեն վերադարձել եւ այլն։ Կարծում եմ շատերը ծանոթ են։ Եվ որի համար մեղավորը Գագիկ Ծառուկյանն, այսինքն ուրիշը պարտ կապտի գումարը տա, ասում Գագիկ Ծառուկյանը մեղավորը։ Մարդուն գցել են, պարտավորություն են վերցել, որ փակեն։ Հայաստանի դատարան չէ, ընդ որում Իրանի Իսլամական Հանրապետության դատարանն է։ Եվ ժամկետներա նշված եղել, պարտավորություններա նշված եղել, որ գումար պիտի վերադարձնեն։ Հիմա պարզում Գագիկ Ծառուկյանը մեղավոր է։ Դե հիմա սա է օրվա իշխանությունները։ Ես ասում եմ, ընդդիմությունը բավականաչափ գործ ունի անելու հավաքական առումով եւ հիմա օրինակ նայեցի մոտ 300-ի մոտ տարբեր շերտերի մտավորականներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ եւ այլն կեցվածք են դրսևորել
Նախ բոլոր կին падգամավորները դիմադիր, այո, այդ առանձին Արեգնազ Մանուկյանի, հետո միացել են նրանց 300-ից ավելի կին հանրային դեմքեր, ի աջակցություն Արեգնազ Մանուկյանի, ես վստահ եմ, որ այս թիվը շատ Եվ ստեղծել է ոնց որ իրավապաշտպանների մի մեծ խումբ, նոր ես նայեցի, ամսի 14-ին էլ մեծ քննարկում է լինելու վաղը, ուզում ասել, որ գործ շատ կա եւ այդ գործը պետք է նպատակային կազմակերպված արվի, այնպես չի, հիմա մեր դիմաց հակառակորդը իր գործը անում է, իսկ մենք ինչ ենք անում։ Լավ, մենք ես անձնապես նկատի չունեմ այս տաղավարը, ես կամ նմանները։ Ամեն մասնագիտական խումբ, ամեն ընդդիմադիր ունի անելիք։ Եվ վերջին հաշվով այդ դիմադրության ճակատ է կոչվում։ Իրականում այդպես է ստեղծում, էլի կենացներով չի, ցանկություններով չի, գարեջրով չի։ Այս աշխատանքով, այս պայքարով այդ ճակատը ստեղծվում։ Այսօր չկա քաղաքական ուժ, որի անդամները չեն հետապնդվում։ Չկա քաղաքական ուժ, որի նկատմամբ նրանք ինչ քաղաքական ուժ, նրանք կերակրատաշտի մոտ կանգնած մարդիկ են, ընդամենը անունդել են կուսակցություններ։ Իհարկե ընդդիմադիրների մասն է խոսքը։ Այս ամեն ինչը կազմակերպել է պետք, կեցված կա պետք եւ կապ չունի ամառա, ինչա, դիմացին ով է, եթե պետքա նորից եմ ասում, եթե պետքա ԱՄՆ դեսպանտան մոտ հիմնականում էս բան Եվրամիությունն է ստեղ եղանակ ստեղծում, շուրջօրյա պիկետներ է պետք։ Այդ կառույցի ղեկավարներ պիտի իմանան իրենց աշխատողները նայում են, մտնելու են մարդկանց հոծ բազմության շարքերով, իրենց աշխատավայր այդպես էլ դուրս են գալու։ Եվ դա շուրջօրյա պիտի լինի։ Բայց կեցված կա ոնց է լինում։ Հիմա պայքարի ձևն էլ սա է։ Սրանց առաջ պայքարի ձևը ընտրատեղամաս գնալն է, չէ՞։ Հիմա պայքարի ձևը սա է։